Շնորհակալ եմ։ Տիկին Ղալեչյան, ձեր վերաբաց տվյալներից էլ եւ առհասարակ ճանապարհային վիճակը ընդհանուր առմամբ բարելավել է վերջին տարիներին, բայց երբ տվյալներն ենք ուսումնասիրում, օրինակ ճանապարհատրանսպորտային պատահարները ամեն դեպքում 2025 թվականին, թե 2023-ի, թե 2024-ի համեմատ մի փոքր աճել են ու ուշագրավեն հանգամանքը, որ ինչքան էլ Երևանում է խիտ երթևեկությունը, ամեն դեպքում մարզերում ավելի շատ է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, օրինակ ձեր մոտ վերլուծությունը կոնկրետ հիմնական ինչն է եղել պատճառը, եւ երկրորդ հարցս գուցե մի փոքր շեղվեմ հիմնական թեմայից, հանրային տրանսպորտին միջմարզային, ներհամայնքային, ներմարզային տրանսպորտին է վերաբերվում, գիտեք, որ բոլոր մարզերում դեռ շարունակում է դա լուրջ խնդիր մնալ, այս հարցում ինչ ունենք, առաջընթաց ունենք, թե ոչ։ Շնորհակալություն հարցերի համար, ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառների վերլուծությունները իրականացվում են ներքին գործերի նախարարության կողմից եւ կարծում եմ եւ դրա մասին պարոն Հովհաննիսյանը իր ելույթում արձագանք ունի, կնշի պատճառներին կանրադառնա, բայց ընդհանուր առմամբ այստեղ մենք տարբեր խոսքի մեջ անդրադարձանք, որ պատճառները տարբեր են լինում, դրանք շատ հաճախ մեծամասն վարքաբանական բնույթ են ունենում, կապված են լինում երթևեկության կանոնների հետ տարբեր պատճառներ կարող են հաստատվել, այդ թվում որևէ նշանի բացակայություն կամ ենթակառուցվածքի, բայց ամբողջական, եթե պատկերը նայենք, այդ պատճառները եւ ամբողջ աշխարհում է այդպես տարբեր ուղղություններ ու տարբեր տոկոսային հարաբերակցություն ունեն իմ գործընկեր պարոն Հովհաննիսյանը ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությանը եւ պատճառներին ելույթում կանրադառնա, իսկ ինչ վերաբերում է տրանսպորտի մասով մեր անելիքներին կարճ կխնդրեի տիկին Այվազյանը մասնակցում է տրանսպորտի վարչությունից փոքրիկ ինքը անդրադարձանի պատասխանի։